Կինոն արվեստ չի։ Ոնց արվեստ չի։ Արտադրությունն է։ Թատրոնը մահանում է թե ոչ, եւ եթե մահանում է, ինչու։ Թատրոնը երբեք չի մեռնի բան։ Խաղումը թատրոն չի։ Ծնունդը թատրոն չի։ Կերնունքը թատրոն չի։ Այս ամեն ինչը թատրոնն է, այնպես որ թատրոնը կյանքից է եկել, լավ թատրոնը հանդիսատեսի մոտ առաջացնում է թևեր դրչելու համար։ Վատ թատրոնը սմբակներ։ Թատրոնը մենք գիտենք, որ շատ կրթող ու դասիրակողներ ունի հասարակության մեջ։ Ինչու սուտ գխոսից։ Գրականությունը արվեստը ոչ մեկ մարդ կդաստիարակի։ Թատրոնը վերլուծելու հնարավորություն է տալիս, վերլուծելու, հասկանալու, ոչ թե դաստիարակել։ Պարոն Ծատուրյան, հայրենիքն էլ, մասնագիտությունն էլ զողողություն է պահանջում, այս մուտքի ես մի անգամ ձեզանից նաև լսել եմ։ Եթե դու դերասան ես, պրոստը դերասան, որ ինչ։ Բայց եթե դա դառնում է Վարան Փափազյան, դառնում է Հրաչյա Ներսիսյան, դառնում է Ֆրունզե Մկրտչյան, դառնում է եւ այլն, բայց դա տառապանք է։ Հայրենասիրությունն էլ է տառապանք։ Ընտանիքը տառապանք է։ Եթե դու ուզում ես պահես քո ընտանիքը, եթե դու ուզում ես քո երեխաներին դաստիարակես, եթե ուզում ես քո կնոջը սիրես, ինքն քեզ սիրի, ախր սա էլ աշխատանք, մեծ աշխատանք է։ Բայց սեփական մասնագիտությունը սիրելը եւ լինել լավ մասնագետ սա եւս ծառայություն է երկրին։ Բաց։ Իսկ լավ մատուցողը ծառայություն չի երկրի։ Ծառայություն է։ Նորից եմ ասում, պետք է հետ կթողնես։ Երբ որ չես թողնում, հա ինչի ապրեցի, բան չի Աստված ինձ ղերգեց ստեղ։ Մհեր Մկրտչյանի հետ դուք ինքներդ ճանապարհ եք անցել այդ ժամանակ, երբ որ ինքը կար ակտիվ ֆիլմեր ունի ներգրաված էր, կար այդ փարթեի շուրջ։ Հայերը Ֆրունզին սպանեցին։ Մի կասուր։ Պարոսես քաղաքոնի հյուրը այսօր բեմադրող ռեժիսոր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն է։ Պարոսես պարոն Ծատուրյան։ Աստծո բարի։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մաքուր հայերենով ասած պաժեստ է։ Պարոն Ծատուրյան, շատ հաճախ խոսում են այն մասին եւ հենց նորեն մենք խոսում ենք, բայց եկեք նաեւ եթերում այդ մասին խոսենք։ Թատրոնը մահանում է թե ոչ եւ եթե մահանում է, ինչու։ Գիտես ինչու նա ամբողջ հնդիրը։ Ես չեմ սիրում պաթոսը։ Իմ ամենասիրած բանն է։ Թատրոնը երբեք չի մեռնի բան։ Մի հատ մտածի նոր խոսի, երբեք չի մահանա բան թատրոնը։ Թատրոնը կարող է մահանալ, չի մահանա իհարկե, եւ դա Աստված ապրի, բայց եթե նույնիսկ մահանա, այլ կերպ պետք է մոտենալ հարցին, չի մահանա, որովհետեւ եթե վերանան թատրոնները, իսկ դրա նախադրյալները կան, բա խաղումը թատրոն չի, ծնունդը թատրոն չի, կերնունքը թատրոն չի, այս ամեն ինչը թատրոնն է, այնպես որ թատրոնը կյանքից է եկել եւ բարձրավոր չի էլ մեռնի, եւ պետք է չի որ մեռնի։ Խոսենք նաև ձեր կյանքի հարուստ փորձի մասին, գիտենք, որ դուք սկզբից ֆիլմի, հեռուստատեսային ռեժիսուրայի մասին է նաև որոշակիորեն խոսքը կամ հենց Ես ավարտել եմ Թատերական ինստիտուտը ռեժիսորական բաժինը Վարդան Աճեմյանի մոտ, բայց նա առաջի կուրսից մեզ թողեց, ինչու որովհետև ասեց կուրսը մեծ է, 15 ռեժիսոր պետք չի, 5 հոգի եմ պետք, ինձ ղեկավարությունը չհամաձայնվեց, որտեղ արդեն այն մնացածներից փողել վերցրել։ Բայց փառք ես այդ 5-ի մեջ կայի։ Բայց չհամաձայնվեց թողեց, հետո տարբեր դասախոսներ էին բան, հետո վերջում մեզ վերցրեց շատ արգված եւ շատ լավ մի բեմադրիչ, որը մեզ ավարտացրեց։ Եվ ասեմ, որ շատ լավ դասախոս։ Բայց պարոն Աճեմյանն է, ոնց որ նաև ցեզ ուղղորդել դեպի թատրոն։ Հա, որովհետև ես իմ հայրը կինոբեմադրիչ էր, եւ ես էլ կինոստուդիայի դիմաց էի կապրում Տերյան փողոցի վրա, այն ժամանակ կինոստուդիան Տերյանի վրա էր, եւ ես արդեն սկսեցի գնալ գալ այդ կինոյի ասպարեզը ավարտելուց հետո, եւ 3 ֆիլմերում եմ աշխատել, այդ
երեք ֆիլմերն էլ շատ հաջող էին, որտեվ ես ասիստենտն էի այնտեղ։ Իմ շնորհիվ էին լավը թե չէ, երեք մալա փայլված։ Մենք ենք մեր սարերը։ Փայլուն նկար։ Հետո բանը Խրունզե Դովլացյան։ Սարյան եղբայրներ։ Դեվ երրորդն էլ Աճեմյաններ, որը բեմադրիչներ, ես էլ ռեժիսորների ժայռ է, ֆիլմ ներկայացում։ Այդ ժամանակ էր որ Աճեմյան ասեցի, իսկ գործ ունես ստեղ բան, ասի, բա ինչ անեմ Վարդան գիչ, արի թատրոն, ասի, բայց կինոյում եմ, կինոն արվես չի, ասի, ոնց արվես չի, արտադրությունն է, այդ տպավորվել է բոտս և ես հետո տեղափոխվեցի թատրոն, Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ աշխատեցի 20 տարի, ոչ ավել, ոչ պակաս, ղեկավարությունը փոխվեց, Աճեմյանը մահացավ, եկավ Ափլանյանը, ես էլի թատրոնում էի, հետո այնպես եղավ, որ գնացի գարեստական ղեկավար մետրո թատրոն, այնտեղ էլ 12 տարի աշխատելուց հետո եկավ մի պահ, որ ինձ խորհուրդ տվեցին գալ Գյումրի, Հաջորդ կանգառը Գյումրի։ այո, հաջորդ կանգառը վերջնականը Գյումրի թատրոն, որտեղ ես 14 թե 15 տարի գեղարվեստական ղեկավարն էի, հետո տեսա, որ ես չեմ սիրում, երբ որ տարիքով մարդիկ են, որ արդեն տողացող, բայց այդ աթոռին նստում են ու չեն ուզում վեր կենան, ես տեսա, որ Լուդվիգ Հարությունյան անուն ազգանունով մի տղա, որի հետ ես աշխատեցի երկար տարիներ, առաջի մեր հանդիպումը շատ տխուր էր իր համար, որովհետև ասեց, ես ինստիտուտը ավարտել եմ, ես պետք է գամ թատրոնում անեմ Վահե Քաջայի շատ իշտերի խնջույքներ, թե կավազաններ, չեմ հիշում, ասի ոչ, ոնց ոչ, այդ գործը շատ եմ հավանում, ասի չէ, այդ չես անելու, բայց ինչի ասի, որտև կամ ես մի 3-4 ներկայացությունից հետո ժողովուրդը արդեն կծանրանա, են էլ կարծեմ շատ իշտերի խնջույքներ, պատերազմական թեմա, բան, նա պետք է այն ժամանակ, ասեց, բա ինչ անեմ, Թումանյանի հեքիաթները, բանման, ջահելները, ոնց Թումանյանի հեքիաթ բանման, ասեցի, դե ուրեմն թող գնա թատրոնից, բայց ու Վարդան, Միքայել Այրվանդիչ բան ասի, դե ուրեմն կանես, և արեց, հետո արդեն տարիներ հետո ինքը հասկացա, որ ես ճիշտ էի, որովհետև այդ ներկայացումը գնաց, անընդհատ գնում էր և մեծ հաջողությամբ, ինչի համար շնորհակալ եմ, և ինչն է դուր ես գալիս, որ ես արդեն 14 տարի հետո ասի լութը, ուզում եմ դու նստես ես աթոռին, ասի չէ, պարոն Ծատկյան, ինչի ասեց, ես դեռ պատրաստ չեմ, նես դուրս եկա, որ չկցվեց են իրան, ասի լավ, մի 2 տարի ես կեզ կպատրաստեմ, լավ, որ կարողանաս արդեն, ու մեջքիդ էլ կանգնած կլնեմ, 2 տարի հետո ես վեր կացա ասի, այ նստի, ես էլ մնացի խորհրդական, և էլ ինչ չկա, որ պետք է օգնում եմ, Տիգրանը, որը Վիրաբյան, շատ էր դժգոհ, ես այսքան բան եմ անում, բայց տնօրենը ոնց որ թե ինքն է անում, բան ասի ոչինչ, դու կլնես տնօրեն, ես չեմ ուզում բան ասի խալաթ ես անում, և ինքն էլ տնօրեն է դարձավ, և շատ լավ տնօրեն էր, և իրանք երկուսով շատ լավ աշխատեցին, հետո արդեն Վիրաբյանը գնաց Երևան, ձևերն էլ և այլն, բայց Երկու անուն ազգանուններն էլ, որի մասին խոսեցիք, մեկը հիմա Գյումրու թատրոնի բեմադրիչ ռեժիսորն է, Հարությունյանը, ում աշխատանքները արվեստական ղեկավարը, և եթե համեմատություն տանենք, չնայած հաճախ ասում են, որ Գյումրիի հանդիսատեսը պահանջկոտ է, բարդ է Գյումրիի հանդիսատեսի առաջ հանդես գալը և այլն, բայց բոլոր բեմադրությունները ես նաև թատերաշրջանների բացման մասին եմ խոսում, յուրաքանչյուրը ավելի քան տարբերվող է, ավելի քան ուշադրություն սևեռող և այն մենք խոսեցինք թատրոնի մահվան մասին, բայց ես օրինակ ականատես եմ այն ամենը, որ երիտասարդների հոսքը դեպի թատրոն շատ մեծ է։ Այո, և դա շատ լավ է։ Հաճախ եմ գնում։ Եվ շատ լավ է։ Սա հենց նաև ուղիղ կապ ունի գեղարվեստական ղեկավարի գործոնի հետ, թե նաև ճիշտ կադրային քաղաքականության հետ, որը նաև ձեզանից հետո է տեղի ունենում։ Այո, ուրեմն չվերաբերում թատրոնի մահվանը, երբ որ ես եկա այդ փիս տարիներն էին, մութ բանման, և հանդիսատես չկար։
այդ մահներ էլի, այդ պիրուդները, որը ոչ միայն մեզ մոտ, Ռուսաստանում էլ նույնն էր, բաներ դեժուրտ արդեն ներկայացում էինք դնում, գալիս էին մոտարապես 10-12 հանդիսատես։ Հետո ես հրամայեցի, ասի, եթե նույնիսկ 4 հոգի կան, մեկը ներկայացում պիտի խաղարկվի։ Այդ 4-ը մեղավոր չեն, որ եկան թատրոն ու հա, եւ հետո քիչ-քիչ ավելացավ Փառք Աստծո եւ այսօր արդեն լեփլեցուն դահլիճներ են։ Ինչ վերաբերում է ներկայացումներին, ապա ասեմ, որ Գյումրու թատրոնը իսկապես արժանի է իր հանդիսատեսին, որտեղ հանդիսատեսն է իսկապես շատ լավ հանդիսատես է, շատ շնորհակալ, ուրեմն Սարգսյանի հետ ես շատ մոտ էի, դե ինստիտուտում բանում, եւ նա մի ֆրազ ուներ, որը ինձ շատ է դուր գալիս, ինքն էր հնարել այդ ֆրազը, լավ թատրոնը հանդիսատեսի մոտ առաջացնում է թևեր, թռչելու համար, վատ թատրոնը սմբակներ, շատ ճիշտ բան է, եւ պետք է ասեմ, որ Փառք Աստծո Գյումրու թատրոնը առայժմ թևեր է նվիրում հանդիսատեսին, եւ հանդիսատեսն շատ գոհ է, եւ հիանալի տրադիցիա է, որ ներկայացումից հետո երբ որ հավանում է, բոլորը ոտքի են կանգնում, եւ շատ երկար ծափերը չեն դադարում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մի դերասան Ութմազյանը իր աղջկա հետ եկավ այստեղ, պոեզիայի երեկո էին սարքել, հետո ինձ տեսավ, ասեց, այ Գոլա ջան, ինչ հանդիսատես է, ստեղի հանդիսատես է, ես sense հանդիսատես չեմ տեսել, եւ գիտես ինչ նա շատ հետաքրքիր, որ իսկապես արժանավույն են գնահատում, ոչ թե ինչ էլ որ ցույց տաս, չէ, կան ներկայացումներ, որ ծափերը եւ քիչ են, եւ ոտքի չեն կանգնում, մի խոսքով։ Ես հիշում եմ, երբ որ փոքր դահլիճը բացվեց եւ այնտեղ խաղում էին բոհեմ ներկայացում, 4 կանայք։ Ամբողջ իմ ուսանողները եկան նայելու Երևանից, հետո որ գնացի դասի ժամանակ, ասի, պարոն Ծատուրյան, ինչ հանդիսատես, ասի, ինչ էր որ մի հատ շշուկ չի լսվել, ոնց էին նայում, ասի, գիտեք ինչի, որտեվ գյումրեցին աշխատում է հասկանալ, թե ով էր էս ինչ նկարչուհին, ով էր էս պոետը, ով էր էս Շանել Կոկոն, ով էր մի խոսքով 4-րդը չնայած գիտեին մի քիչ ավելի բանին, նրանց հետաքրքիր էր իմանալ նրանց պատմությունը, նրանց կյանքը, նրանց բանը եւ այդ ձգտումը իմանալու շատ մեծ բան է նշանակում։ Հենց բոհեմը երիտասարդ ստեղծագործողներից մեկի աշխատանք հետ Աթևի Ժաքյան, եղել չեմ սխալվում, ինչպես նաև տունը Սալմոնինը Արտուշ Միքայելյանն է, երկու երիտասարդ անուններ, ինչպիսին է գնահատականը եւ այս առողջ սերնդափոխությունը, որը մենք տեսնում ենք Գյումրու դրամատիկական թատրոնում, ինչպես եք դուք գնահատում եւ բարձր եմ գնահատում, որովհետեւ առանց սերնդափոխության ոչինչ չի լինի, ես իմ սերնդի կողմից նվիրեցի ավելի ջահելներին վերկենալով իմ աթոռից, բավոնց, եւ գիտես ինչ այն, որ ասում են, թե այ մեր ջահելությունն ուրիշ էր, ոչ, բանը ուրիշ չէր, այդ մենք էինք ջահել, մեր ժամանակները մեզ ավելի գրավիչ էին թվում, ջահելությունը կան վատերն էլ, ուռողներ կան, խմողներ կան, բայց եւ կան շատ լավ ջահելներ առողջ, եւ հիմա Լյութիկը, որ բերում է ինստիտուտից ջահելությունը, շատ ճիշտ է անում, եւ շատ երիտասարդ դերասաններ են հայտնվել, իսկ ինչ վերաբերում է Ժաքյանին, ապա ես հոգին հանեց այդ խեղճերը 7 անգամ պիես եմ փոխել, այսինքն պիես բովանդակության իմաստով, այն տեքստերը, բաները եւ ես էլ էի արտեկրակն ենք, Լյութիկն ասում էր, դե լավ է փագենք, սրանից բան չի ասիր, միշտ ապի, եւ գտանք վերջապես այն ճիշտ բանը, բայց ինքը շատ հետաքրքիր բաներ արեց,
Լուդվիգն էլ օգնեց, ես էլ օգնեցի, ահագին բաներ մցրեցինք, բայց եւ դառնավ շատ հետաքրքիր ներկայացում։ Ինչ վերաբերում է Արտուշին, շատ բավանդավոր տղա է։ Ես որ նայեցի նրա բանը, ներկայացումը սահմանին, փայլուն ներկայացումը, ապրի տղան, կեպս բերեց։ Նույնիսկ նրա աշխատանքը նայել էի, անասնաֆերման նայել էի ինստիտուտում եւ էլի շատ էի հավանել, որտեղ պիտ ձեռքեր եւ շատ եմ հավանում այդ տղային։ Ինչպես նաեւ մեր ջահել դերասաններին, որոնք գալիս են, ես քանի որ 20 տարի Սունդուկյանում եմ աշխատել, ես շատ գիտեմ, թե այնտեղ մի նոր դերասան որ գալիս էր, այդ ոնց էին ընդունում։ Սոբապան։ Երբ որ ջեման եկավ, ես հիշում եմ, թե ոնց ընդունեցին։ Մի անգամից իրանց այն թևի տակառան։ Մասնավորապես գլխավոր թերերը, այո, եւ խաղում է գլխավոր դերերը ինձ մոտ էլ է խաղում գլխավոր դերը բանը։ 3 աննոմի աղջիկ։ Այո։ Չկա նախանձը, չկա բանը, չկա այդ առողջ արմատը կա եւ այդ ինձ առողջ արմատն էլ բերում է այն հաջողությունները, որին արժանի է մեր թատրոնը։ Եվ ասացիք, ես թատրոնը արժանի է նաեւ հենց հանդիսականին որպես այդպեսին, բայց թատրոնը մենք գիտենք, որ շատ կրթող ու դաստիարակող թեր ունի հասարակության մեջ։ Ինչպիսին են այսօրվա թատրոնի մեսիջները եւ օրինակ եթե հետ նայենք ձեր անցած պատմության մեջ, հա, օրինակ ձեր խաղանկերներից Մերոն Մկրտչյանը երբ խաղում է Մեր մանկության տանգոն ֆիլմում, մեսիջը հետեւյալն է, որ ինքը դեմ է, չէ, երբ որդին քնում է դեպի թատրոն։ Արդյոք այդ մոտեցումը իսկապես եղել է եւ հենց այդ օրերից սկսած մեսիջ կար, որ թատրոն պետք է գնալ եւ դա չպետք է լինի կարծրատիպ, իսկ եթե կար, ինչպես է պայքարել այդ կարծրատիպերի դեմ։ Գիտես ինչ է, դու հիմա մի թեմա հարցարեցի, որը ինձ սիրած ֆիլմերից է։ Հասկանում ես։ Ես այդ ուղիղ պատերազմա բանամանա այդ օրնես։ Երբ որ շատ բաց է ամեն ինչը թատրոնում, ենթատեքստ չկա, դառնում է տրամվայ տրոլեյբուսային խոսակցություն։ Բայց երբ որ դա քողարկված է արվեստի ուրիշ լեզվով, երբ որ բաց չի ասվում, այլ ենթատեքստը կա, եւ հանդիսատեսը, խելոք հանդիսատեսը դա հասկանում է, դրանից ավելի լավ բան չկա։ Իհարկե, բայց ինչ վերաբերում է արվեստի դաստիարակելուն, դա չի դաստիարակում, դա հանդիսատեսին ստիպում է վերլուծել, անալիզ անել։ Որտեվ երբ անալիզ չես անում, պրիմիտիվ բան է դառնում, ես ինչ են անում, ես ծառերը կտրեցին, բանարեցին, ես ինչ արեցի, բան, հետո տեսնում եմ, որ այդ այգին ծնվեց Երևանում։ Ես ինչ են անում, բան, պարզվեց, որ այդ հյուսային պողոտան շատ լավներ, բոլորը շատ էին դժգոհում, այդ չեն վերլուծում։ Թատրոնը վերլուծելու հնարավորություն է տալիս, վերլուծելու, հասկանալու, ոչ թե դաստիարակելու։ Հիմա այդ դաստիարակության հարցում մի բան պատմեմ, որը շատ հետաքրքիր է, եւ հետաքրքիր պատմություն է, երբ որ ես անում էի ձեր կյանքի ժամանակը Սարոյանի Սունդուկյան թատրոնում, մի մարդ իշողությունս, որը վարում էր հեռուստատեսությամբ 10 ջազ բաներ 10 սանց, ես էի 22-30 էր ինչ էր այդ հաղորդումը, ինքն էր թարգմանում անգլերենից, ես խնդրեցի, որ ինձ անգլերենից թարգմանվի, ոչ թե ռուսերենից հայերեն։ Զանգեցի իրան, ասեց, Կոլա ջան, արի ես արդեն վերջի էջերն եմ տպում, արի մեր տուն, հետո կվերցնես։ Գնացի։ Դե նստած տպում, ասեց, ուզում ես մի բան դնեմ լսի։ Դիր, ասեց, այս Սարոյանն է, Վիլյամ Սարոյանն է, մեր տանը, երեխեքիս կնքահայը դառաբան եւ այլն եւ այլն եւ այլն, Արմեն Հովանեսյան, հիշեցի։ Դրեց, բանը, աուդիոյա, շնորհավորում են, խմում են իրա կենացում, շնորհակալ եմ, նարացեններն են շատ հզոր էր, մի մարդ խոսեց, ասեց,
մայեստրո, ես ուզում եմ խմել ձեր կենոցը։ Երևում է, որ պարտիական աշխատողեր իսկույն զգացվեց ինտոնացիայի սպանից այնպես ավելի ինքնասիրարված կամ թե մենք ուզում ենք խմել ձեր կենոցը, դուք ձեր գերականության սերունդներ եք դասերակում, շատ սերունդներ, բան, և մենք շնորհակալ ենք ձեզ։ Մեկը Սարյանից են է, ինչ է սուտ գխոսիս։ Ասեց, բայց ինչի եմ սուտ խոսում։ Արվեստ է ոչ մեկ մարդ դասերակած է։ Ասեց, բա դեպքում ինչ եք կր։ Ասեց, այմա խելոք պանսիր քեզնից անգախ։ Ինքը շատ իրավորվեց, երևաց որ այդ մարդը շատ իրավորվեց, ինքը պարտիական ղեկավարը իրան տենց բան ասում Սարյանը, բան։ Ասեց, լավ, հիմա ես քեզի մի բան պատմեմ, դու կհասկնաս։ Մեկ անգամ քացի շոուի դուն, Բեռնարդ Շոուն ճանաչում ես։ Ասեց, զիած։ Ինձ է միտի ծաղեց, մտամ հետը արարախում է։ Բանը բացեց, ծառան բացեց, ասեց, ում եք ուզում, Բեռնարդ Շոուինս է, որ աշխարհի ամենալավ քրողն է եկել։ Ասեց, համեցեք պարոն Սարյան, այդ Բեռնարդ Շոուն հասկացել է, որ դա Սարյանն է, որ ասում աշխարհի ամենալավ քրողը։ Ասում ես բարձրացա ու խոսակցությունից հետո ապուշպան, ասի քեզի նման ապուշպան։ Ասի Բեռնարդ, շատ շնորհակալ եմ, քո արվեստով դասերակում ես մարդկանց։ Ինքն էլ շատ խելոք բան ասավ։ Սավ, ինչու սուտ գխոսիս։ Քրագամությունը արվեստը ոչ մեկ մարդ կդասերակի։ Ես ալ քեզի նման խելոք բան ասի, աբա ինչու կքրես։ Որովհետև կա մեկ մարդ, որ կդասերակվի ադգայիս ինքս եմ։ Հասկանում ես ինչա։ Արվեստագետը ոչ թե դասերակելու համար է ստեղծագործում, այլ նրա մեջ առաջանում են ֆիզիկայի օրենք կա չէ երկու գնդեր են, երբ որ պտտում ես մեջը կայծը առաջում։ Այդ կայծը, երբ որ դու հետարքրված ես քաղաքականությամբ, երբ որ դու հետարքրված ես քո հայրենիքով, երբ որ դու տեսնում ես մարդկանց հույզերը, մտքերը, բաները, դրանց ես ապավինում և դրանց ես առաջ բերում, ոչ թե բաց խոսակցությամբ, այլ ենթատեքստով, ապա դա ստիպում է մարդուն անալիզ անել, այսինքն վերլուծել, հասկանալ ավելի խորքերը։ Այս ամբողջ խնդիրը։ Պարոն Ծատուրյան, հայրենիքն էլ, մասնագիտությունն էլ զողողություն է պահանջում, ես միտքի ես մի անգամ ձեզանից նաև լսել եմ, որն է եղել ձեր զողողությունը եւ առհասարակ թատրոն կալացող դերասանը, հա, ինչ է զոհում, որպես այդպեսին կարծրատիպերին դեմ գնալ կամ ձեր փորձից եթե ասենք, ինչ եք տվել դուք մասնագիտությանը, ինչն եք զոհել։ Մարդը ծնվում է, ապրում է եւ մեռնում։ Եթե մարդը իր հետևից ինչ-որ բան թողել է, նրան կարող է չհիշել իրեն, բայց այդ հետքը, որ թողնում ես մոտը, դա մնում է։ Եվ մարդու ստեղծագործող մարդու կյանքը դա տառապանք է։ Սպառողինը չէ, որովհետև 80%-ը սպառում են, 20%-ը ստեղծում, մնացածը սպառողները։ Այդ ստեղծողների համար շատ դժվար է կյանքը, դա տառապանք է։ Դինես դերասան, եթե դու դերասան ես, պրոստը դերասան։ Որի չէ։ Բայց եթե դա դառնում է Վարան Փափազյան, դառնում է Հրաչյա Ներսիսյան, դառնում է Ֆրունզե Մկրտչյան, դառնում է եւ այլն, այդ դառնում է, բայց դա տառապանք է, որովհետեւ դա մեծ աշխատանք, մեծ նվիրում է պահանջում, շատ մեծ սերկանքներ։ Իսկ ինչ բան է հայրենասիրությունն է։ Ոչ թե բաժակած ճառնավոր նստում ասում է, ես իմ արամեկի ցամանտան եմ։ Հետո որ ասում ես իսկ կպաշտպանես այն, իհարկե ախպեր, դե գնա ծառայի կարող է պատահի backstage որ։ Չի ուզում ծառայի, չի ուզում բան։ Այդտենց ամենահեշտն է այդտենց խոսելը։ Բայց երբ որ դու գնում ես պատերազմի, զոհում ես նույնիսկ բան եւ այդ գերաբլուրը մեծ աղնածանքով են մտնում այդ
որտեղ այդտեղ պարկած են հրաշք տղեկ, որոնք իրենց կյանքը սոհեցին, եւ այդ տղեկը, որոնք վերադարձան, բայց պատերազմեցին հանուն հայրը, հայրենասիրությունն էլ տառապանք, ոչ թե ինձ բաժակաճար, ընտանիքը տառապանքը, եթե դու ուզում ես պահես քո ընտանիքը, եթե դու ուզում ես քո երեխաներին դաստիարակես, եթե ուզում ես քո կնոջը սիրես, կինն էլ քեզ սիրի, ախր սա էլ աշխատանք, մեծ աշխատանք է, ինքը իր ոչինչ չի, այս է կարևորը։ Ձեր հարուստ կյանքի փորձում դուք նշել եք, որ երկու գործանողի գիտեք, բոլորը Ջարասով են, երկու գործանող, մեկ անուն տվել եք Վազգեն Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի։ Այ նոր գործանողներ ինչպես պետք է այս հասարակության միջից դուրս գա եւ եթե անհատը ինքն իրեն է հարցնում, ինչպես պետք է դառնա ինքը գործանող։ Ես հիմա քաղաքականությունից շատ եմ հեռացել, չեմ ուզում։ Ավելի շուտ արգահատանք եմ զգում այդ քաղաքականությունը, որտեղ դա պորնիկա էլի, սուտ ստի վրա հիմնված, և ինչի եմ ասում Վազգեն Սարգսյան, իրա թերություններով հանդերձ, շատ թերություններով, բայց մարդը բանակ ստեղծեց բանակ, գործ արեց, Մոնթեի ոնց կարող են չսիրեն, Ամերիկա, բանքը, բարեկեցի կյանքը թողել է եկել աստեղ հայրենիքը, որ պաշտպանի։ Այդ նժդեհին բոլորը շատ են սիրում, բայց չեն իմանում ինչեր է արել, ինչ տառապանքներով է հասել։ Մեր սորավարը, Անդրանիկ սորավարը, այ մարդը դժբախտ մարդ է եղել։ Ես իրա կենսագրությունը կարդացել եմ, գիտեմ, այդ ինչ տառապանքների միջով անցել, հետո վերջ գնացել է նույնիսկ Ամերիկա, այնտեղից հաղորդնել, բանարը, բայց այդ հայրենասիրությունը ուրիշ բան է, էտա։ Այսօր կինս շատ է սիրում քաղաքականությունն, միշտ միացնում է, բան ես էլ այնտեղ ինչ-որ մի գործ եմ անում, բան, բայց արա խոսում, մեկտաբաններ, արա այդքան խոսել կլնի, գործ արեք, արա, գործ, այդքան խոսելու փոխարեն գնա, չգիտեմ, բաներ հավաքի, փողեր հավաքի, ստեղից, ընդեղից, բանից, զինի մեր երկիրը, որ կարողանա շուչ քաշ, թե չէ խոսելու, ինչքան են խոսում, ոնց են սիրում խոսել։ Բայց սեփական մասնագիտությունը սիրելը եւ լինել լավ մասնագետ, սա եւս ծառայություն է երկրին։ Բաց, իսկ լավ մատուցողը ծառայություն չի երկրի, ծառայությունն է։ Երբ որ դու տեսնում ես մի շփտացող մատուցողի, որ ասում են, ինչ եք ցանկանում, սա արդեն ծառայությունն է, դու քեզ լավ ես զգում։ Երբ որ դու ասում ես, լավ, շնորհակալ եմ պատվերի համար, գնաց բան, շունչը տիրնականի, դու քեզ մարդ ես զգում։ Եվ երբ որ գալիս ասում, լավ, ինչ ապենք։ Հորս ցամն է պետք ասում, արդեն նվաստանում ես եւ սկսում ես բոլոր փոքր բաները նշանակություն ունեն, բոլոր։ Դուք 81 տարեկան եք, ճիշտ եմ։ Կարգի խոսի այդ տղա։ Եվ որն է հա ձեր չընկճվելու միշտ ակտիվ լինելու, այսպես ասած միշտ ակտուալ մնալու, որովհետև դուք հիմա պահանջված եք թատրոններում, ձեր մասին հաճախ խոսում են։ Ես ով ատենց սպամբասանքները, իշտ են պահանջված արդեն իծաբիծա արդեն։ Լավ, բայց որն է ակտիվ լինելու միշտ հա արդիական մնալու գաղտնիքը։ Այդ նշում եք, որ օրական խմում եք մինչև 12 բաժակ սուրճ։ Սա ակտիվ մնալու գաղտնիք է, որպես այդպես ինձ է ուղղակի այդ սուրճը բանջարը։ Իմ ընկերները, որոնք արվեստի հետ կապ չունեն, ինձ եմ հարգում այդ մարդկանց, որովհետև երբ որ քննություններն ես կուրսեր էի հավաքում, ասում էի տղային կամ աղջկան, ասում էի մաթեմատիկա հազիվ 3 չէ, ասեցին, զարմացած, ֆիզիկան հազիվ 3 չէ, բանը քիմիան հազիվ 3 չէ, Գիտես, դրա համար էլ եկել ես ստեղ, դերասանություն, լավ էշտ գործ է էլի քեզ համար։ Նորից եմ ասում, պետք է հետ կթողնես, երբ որ չես թողնում, հա ինչի ապրեցի, բան չի Աստված ինձ ղրգեց ստեղ,
երկիր, ինչի ինձ ծնեց։ Ուրեմն ես ինչ-որ ֆունկցիա պետք է կատարեմ։ Եթե հենց ծնեց պետք է ապրեմ նիսատեղ նայելի Ղերգևորիչ։ Իմ ուրեմն ընկերները անընդհատ ինձ ասում են, դե այդ ամեն օր գնում ես ինստիտուտ, բանման, աշխատավարձը 83,000 ամոթ չի, բանման։ Թողելի, ասի, չէ, չեմ թողնի։ Ասեց, ինչի՞։ Նախ ասի սովորացնում եմ մարդկանց, ինչ-որ գիտելիքներ եմ տալիս, ու սովորում եմ։ Սովորում ես, ասի, հա, բանը ես էլ նրանցից եմ սովորում, որովհետև ուրիշ սերունդ է, ուրիշ հասկացողություններ են, ուրիշ գնահատականներ են, ուրիշ երաժշտություն է, ուրիշ մոտեցում է, բայց ես էլ պետք է այս նորն էլ վերցնեմ, թե չէ իմ հնով հին արդեն, բայց ես էլ եմ այդ բաները ստանում են իրկյան։ Բայց Այդ այլ ստիպում է, ջահելության այդ շփումը ստիպում է, որ միշտ ջահել բնաս և այդ արկիրը նեսել է։ այսինքն իրականում այդ 12 պարաշակ սուրճը դա զուտ սովորություն է։ Չէ, հիմա այդ 12 չի, մի 3-4 բան արդեն մեր հարակը չկա այդքան։ Հասկացա։ Եվ պարոն Ծատուրյան, թե մասնագիտության մեջ, թե հայրենիքում պետք են լիդերներ, ինչպես դառնալ լիդեր քո ասպարեզում, օրինակ թեկուզ հենց թատերական աշխարհում, ինչպես են դառնում լիդեր, որովհետև այդտեղ մարտահրավերը բավականին շատ է, մասնավորապես այ օրինակ դուք պարոն Հարությունյանի մասով կամ պարոն Հարությունյանը ուսանողներ ընտրելուց դեպի թատրոն ճանապարհ բացելու համար։ Նախ պետք է անընդհատ մտածել վաղվա մասին, երբ որ վաղվա մասին չես մտածում, հա, ես ինչքան կապրեմ, 81 եմ, լավ, մինչև 85 ապրեցի, լավ, 90 ապրեցի, ինչ նշանակություն ունի։ 100-ը խոստացել։ Այդ մեքենայի համարն է 100, բայց կրակն եմ ինքը։ Լավ, բա հետո, ինձ հետոն ավելի է հետարքում, քան թե անցածը։ Անցածը արդեն։ Ներկան և մանավանդ ապագան, ում ենք ինչ թողնելու։ Ախր դու գիտես ինչ հետարքիր բան կա, ես իմ սերնդին քննադատաբար եմ վերաբերում, ինչու, որովհետև ես ինչ եք թողնում մեր ջահելների։ Իսկ մեր ծնողները մեզ ինչ թողեցին, այդ ծովից ծով Հայաստան եկավ, փոքրացավ, ովքեր են մեղավոր, այն նախապապերը, նախատատերը, բաները, մեր ծնողները, ինչ թողեցին մեզ, իսկ մենք ավելի վատ բան ենք թողնում, ավելի լարված մթնոլորտ, և ոչ միայն մենք, ամբողջ աշխարհը, ես ինչ պատերազմներ են, ես ինչ է կատարվում, ես դու գիտես, որ ցիվիլիզացիան, որը մեզ շատ է գրավում, լավ բան է, չէ, շատ վատ բան է, վատ, ոչ թե որտև ես հիտ մարդ եմ, արա մեր ժամանակ, երբ որ դու մինուս 50 տարեկան էիր, 1950-60 թվականների 70 մոտ, ես 45-ի ծնունդ եմ, այն մարդ ես անընդհատ տեսնում էի, իմ քեռին գալիս էր մեր տուն, էմա ջան, քու տորմա շապեմ սիրում, մի հատ տորմա սարքի ու տեն բան, մենք էինք գնում, մերս էր ասում, գնանք պապիին, տատիին տեսնենք բանման, հետո մյուս քեռիս էր գալիս, հետո ես էի գնում, հետո պապս էր գալի թորներիները, Սիկ շեփում կար, այսօր ոնց ես մամա, լավ ես, հետ է լավ է, չէ պրոստի մի քիչ զբաղված եմ, իշապատը չկա էլի, կները սավը տամ, բայց կգամ, բա ոչ կգամ, Ու չեն տալիս։ ոչ մի շեփում, այս կենթանի շեփումն է վերացել, այդ դրա համար էլ թատրոնը շատ կարևոր է, որտեղ ուղիղ շփում կա բեմի և դերասանի։ Նշել եք, որ շատ կարևոր է հետևել կյանքի իմպուլսներին, ինչպես հետևել և ինչպես գալ, որ հենց դա է իմպուլսը, որն է թատրոն կարելի է համարել կյանքի իմպուլս։ Ես մի քիչ ջահել ժամանակ շատ բան էի, զզվելի մարդ էի։ Հիմի էլ մի բան չեմ, բայց այն ժամանակ շատ զզվելի էի, որտեղ պայքարող էի։ Հիմա մի քիչ արդեն տրավել եմ, լավ, ավելի
Գիտես ինչա, հասկանում եմ դիմացինին, իրավիճակի մեջ եմ մտնում, ավելի ներողամտորեն են վերաբերում շատ հարցերի, ջահել ժամանակ չէ, և Ղափլանյանն էր, Ղափլանյան, ես շատ պարզ իրան բաներ էի ասում, որոնք իրան դուր չէին գալի, բայց պետք է ասեի, չեմ կարել չասեմ, սիցս կճոճ, ասի հրաշնիկի, քո բեմադրություններում, դու գիտես ինչն ապակաս, ինչը, ստյանքը, ոնց, ասի հա, իսկ գիտես ինչի, որտև հիմա դու կյանքի նայում ես քո մեքենայի ապակուց, չես մտնում մարդկանց մեջ, չես այն անմիջական շփումը չունես, դրա համար էլ կյանքը քեզ համար տարել ամիսի ջուրի շպա, դա սիպա, ուրեմն երբ որ դու ապրում ես մարդկանց կենցաղով, մտքերով, ուսումնասիրում ես կյանքը, դու արդեն կարողանում ես արվեստում ստեղծես հետաքրքիր գործեր, իսկ եթե հեռացար այդ կյանքից, ինչքան ուզում ես լավ բաներ արա, եթե չկա մեջը այդ կյանքի էլեմենտը, եթե չկա դերասանի այդ այն աշխատանքը, որ պետք է շատ դժվար գործակիտ ես, իսկ հիմի ռեժիսորները շատ ռեժիսորներ, ջահել, այդ սաղ մի կողմ են թողնում, վերևի ծանձվեն, տակի ջուր, ստեղից քամի, ընդեղից, էլի արեք, թատրոնը հասկանալի է, բայց գործում են դերասանին, դրա համար էլ են շատ հայտնի աշխարհահռչակ Պիտեր Բրուկը մի գործ ունի, որը կոչվում է «Պուստոյե պրաստրանստվը», դատարկ տարածություն, երբ որ դատարկ տարածության մեջ դու տեսնում ես մարդ, կերպար, փոխհարաբերություն, ճիշտ զգացողություններ դառնում է թատրոն, իսկ երբ որ այդ ամեն ինչ չկա, գնում ես այդ բաների այսպես ասած ժամանակակից. Ես շատ եմ սիրում ժամանակակիցը, ես տեսել եմ ներկայացումներ, որոնք ժամանակակից են, բայց մեծ որակ ունեն, ես ապարտանում, բայց երբ որ դան են արել են, Էլի ասացիք մի բան հիշեցի, թատերաշրջաններից մեկի Գյումրու դրամատիկական թատերաշրջանի բացման ասուլիսի ժամանակ, երբ զրուցում էինք, ասացի, որ Էլին հայերի համար շատ վտանգավոր բնույթ ունի, որովհետև լավ է Էլի և Էլի լավ է, ապրում ենք Էլի ու Էլի ապրում ենք, այս ոչ թե ապրում ենք Էլի, ասում ոնց էր ներկայացնում, դե լավ է Էլի, այդ Էլին գցում է, լավ է Էլի, ոնց ես, դե ապրում եմ Էլի, ինչ ես անում, դե սպաղված եմ էլի, արա ֆուստ է էլի, և նախածանցը չեմ սիրում, կանեմ, կգամ, կբեմադրեմ, կխաղամ, արա կչկը, բեմադրի, կբեմադրեմ, էդ կն արդեն տարապ, եսի որ ճանդամը դրեց, Խուչ խոստում է դարսն, կսիրեմ, կգնահատեմ, կծանոթանամ լավ տղի հետ, կծանոթանամ լավ աղջկա հետ, չես ծանոթանա, ծանոթացա մի աղջկա հետ, ծանոթացա մի տղայի հետ, բեմադրություն եմ անում, ոչ թե կբեմադրեմ, լավ է էլի, կար մի ժամանակ, երբ որ շատ ծանր էր կյանքը, բեմադրում էինք, գործ անում էինք, դες պայմաններում լավ էլ, այս պայմանները կապ չունի ինչ կալել, բատալի պայմանը դու պետք է բարձր մակարդակի գործ անես, դե էլի, սիրում եմ էլի, հայրենիք սիրում ես, դե սիրում եմ էլի, արա հիլի, դրա համար էլ էլի բան, Եվ դուք հնարավորություն եք ունեցել աշխատել մեր Մկրտչյանի հետ, բայց այս մասով կուզենամ մի հատ խոսենք նաև մեր մանկության տանվում նշեցիք ձեր այնքան էլ սիրելի ֆիլմերից, ես օրինակ այս մասով հասարակության մոտ բախում կա կարծիքների, օրինակ մեր Մկրտչյանը այդտեղ որպես այդպեսին կերպարը անպատասխանատու հոր կերպար է, բայց հասարակությունը սիրում է դա, հիմա սիրում է Մահեր Մկրտչյանին որպես դերասան, թե սիրում է կերպարը, որը ամեն դեպքում անունավորում է վատ հոր կերպարը։ Ես իրան դրանով չեմ սիրում, մեր Ռոզիկին, այդ ֆիլմերով չի որ սիրում եմ,
նախ ես ահավոր չեմ սիրում լացակոմացուց։ Այդ դլեյանմանիզմը մեր հերնանացում է, շատ սիրուն երգ է, բան չունեմ, բայց դլեաման գնաց միանգամից անցյալն ես հիշում 1.5 միլիոն։ Մշտապես դուժող։ Գիտես ի՞նչ է, երիքը ես լացուկուց։ Իհաց շատ լավ բան եմ լսել, Գյումրեցուց եմ լսել, բայց քեֆս բերում է։ Մի նորվեգացի բարդ գալիս է որպես տուրիստ Հայաստան։ Դե անգլերեն է խոսում, մեկին ճարում են, որը անգլերեն գիտի, որ հետը շփվի։ Սա էլ ինչ անում տանում է Եղեռնի համալիր։ Ասում է մեզ 1.5 միլիոն կոտորել են թուրքերը, բայց մենք կանգավորում ենք, գոյատևում ենք։ Հետո տանմասաբերաբատ այստեղ պատերազմ ա եղել, ահագին մարդիկ են զոհվել, բայց մենք կանք։ Հետո բերում է Գյումրի, ասում այստեղ երկրաշարժերը 25,000 մարդներ ա, բայց մենք կանք, ապրում ենք, գոյատևում ենք։ Էլի ինչ որ մի տեղ ա տանում, ստեղ էլ էս ա եղել, Սպիտակում էլ ա եղել, բայց մենք կանք։ Մարդը շատ ա լսում, ասում ա շատ ներողություն, իսկ մկնդեղ փորձել եք։ Արա քեֆս բերում։ Արա դե երիկա, էլի հասկացանք։ Շնչեք, ոչ թե գոյատևեք, ապրեք։ Եվ ես ամեն ինչը այս տեսնանքոտ ֆիլմերը մի քիչ նենց տխուր բան, նամակաուտում բան, ես նամակ մտու պարատետալն եղելա, մեղելա բան։ Տխուր ավտոբուս չեմ բանում, ամբողջ ինչ-որ մի վերք, որը այս մեր հայերն էլ շատ են սիրում չտե, ավդիա։ Բայց Ֆրունզը նայում եմ քեֆս բերում, միմինո։ Արա ինչ նա։ Բանը Կասպարավարի լողալը բանը մանա։ Մենք եք մեր սարեզը, արա կյանք կա մեջը, բան կա, սարան եղբայրներ, ոչ թե ինչ-որ երկու աղբի կրվին ան, բայց հանուն ինչ-որ մի բանի, ոչ թե նեզ Դացի, ցավի։ Հենի որ ժողովրդին հարցնում ես, ասպես ոնց ես, դե լավ է, բան ինչ ա եղել, արա։ Են հարևանս գիտես ինչ ռեմոնտ արեց, եվրո ռեմոնտ, լարի տունն ես նայ, արա դե նա արել, քունն էլ տուն ունես չէ, բայց ես ինչ տունն է, էդ շքան եմ ստանում ես, որ ադա հերիքա էլի, ու հետո էդ մարդը ինչ ա դարնում, կող ա դարնում, գրպող ա դարնում, բան, ինքնաբավարարվածություն պտի լինի, ագահություն չպտի լինի, ապրիմ եմ, ես ստանում եմ, նորից եմ ասում, 83,000 ինստիտուտում, ստեղից են ինչ-որ մի գումար եմ ստանում, թոշակ եմ ստանում, որ ասեմ, թե հարուստ եմ չէ, որ ասեմ, թե աղքատ եմ չէ, դե միջին էլի, լավ է։ Իսում է ամեն դեպքում հարուստ եք ձեր անունով ու բաց։ Լավ է, չէ, հարուստի հարցը չի, աշխատած փողը, ոչ թե կրպած, քաշած, հավաքած, և երբեք չեմ հասկանում այդ միլիարդատերերին, արա, այդ դու քո կյանքը ապահովել ես, երեխեքին ապահովել ես, թորներին, ծորներին էլ ես ապահովել, էլի ինչի ես էլի, սատկելու ես գնաս մեկը երկսի վրա հողի տակ պարկես, արա, ապահովել ես հերիքա եք, չէ, արա, ես ճակշտություն։ Պարոն Զատունյան, մեր ժողովուրդը նաև աստղերին, դերասաններին, գրողներին աստվածացնում, փառաբանում է, երբ արդեն իրենք չկան։ Այ Մհեր Մկրտչյանի հետ դուք ինքն հետ ճանապարհ եք անցել այդ ժամանակ, երբ որ ինքը կար ակտիվ ֆիլմերում ներգրավված էր, կար այդ փառքը իր շուրջ, եւ ինչպեսին էր ինքը որպես դերասան, որպես ձեր ընկեր նաև։ Էդ որ ասում ես, թե շատ են սիրում, շատ են հարգում, Ֆրունզին գիտես ով սպանեց, ժողովուրդ։ Հայերը Ֆրունզին սպանեցին, մի կասուր, դարձնում են կուրկ, ես կուրկ չեմ սիրում, չկան կուրկ է, իմ կուրկը մեկն է, ես է։
Չնայած հարգանք, չնայած պատիվ, միշտ կա, այդ ամենը չկա։ Հերիկի մոտ ասիստենտ էի, մենք նույն համարում էինք ապրում Հերիկ Մալյանի հետ։ Ինքը ոչ թե ասեց ինձ լյուքս տվեք, բանու, Իջևան, են հյուրանոցի մի համարում, ես ու ինքն ենք ապրում։ Ֆրունզը գալիս է առավոտյան շոմքայա, խմած։ Վերազնում ենք, շոմքեն չինում։ Հաջորդ օրը խմած։ Ես Հերիկ ասեց, Կոլաջան ուրեմն կնա, իրա համարում մնա, ու հետևի, որ չխմի էլի։ Սիլա։ Գնացի պանացի լունշան վաղարով, բասն կայա բդեն ոչ մի ասեց, ինչ խմել, չէ, ոչ մի խմել։ Այո, ուրավ ռուզիկը, գնախ, նստիկ էլի մի քիչ իրա հետ, ասում չէ, չի կարելի բաններ, գիտեն ինչ նստել է։ Ես ֆրունզները, ինչ են ուզում, ասի, քեզ են ուզում պետք չի բան, բայց ինչի հմերս պետք չի։ Դուրը փակն է դրանց քշում եմ։ 15 րոպե հետո ուրիշ խումբ է եկել։ Մի հատ ֆրունզին տրոնք, իրնիցոն, ասվեն ֆրունզը զբաղված է։ Իքսեն ինչ, ասի առավոտը շոմքա ունի, չի կարելի դրան։ Չէ, չեք խմելու, պրոստը գնանք, չի շփվենք, մանաս գիտեմ։ Կես ժամից բացավը տանեմ, ուրան վեր ախպեր է բան։ Վերջը, դե ես էլ զուգարան եմ ուզում գնամ, ասի ֆրունզ հանգիստ, գնացի զուգարան, եկա տեսա ֆրունզ չկա։ Այդ ընթացքում փախցրել է, տարել են, խաբացրել են, էլի հարբած եկա։ Ասինս հայլ երկրպագուներից Հերիկն ասեց, հետո լավ, ասի, Սուրենիչ, 2 րոպեով մտել են զուգարան դուրս եմ եկել փախցրի։ Ինքը գնաց իր հետ մնաց, բանման, վերջապես նկարել։ Այ մարդ, այդ մարդը դարավ հարբեցող, ինչի, այ մարդ դուք, որովհետև էգոիստ եք, այդ մարդն տանում եք խմած տարատել լավ եք։ Եվ մի հատ էլ պատմություն պատմեմ, որ շատ այն բայաստ է։ Գնում ենք շուկայով, պրոսպեկտով, բարձանում եմ, ընդեղ էր ապրում ֆրունզը, հեն շենքը։ Տենամ ֆրունզս կամած մայթի։ Մեքենա կաննս, ոչ մեկը չկան։ Ինչի որտե մտածում են արա կկա հետ կտամ մեքենաս մեջ։ Բորացան, որ ֆրունզն արա, եկա մոտեց ասի, ֆրունզ ժան ինչ է։ Զորա, ուզում եմ հակենամ իմ թատրոն։ Նասում թե չի կլայում։ Արա սկացի էլի ոչ։ Արի կտանք տունը։ Վաղը կգնաս թատրոն, արի, քեզ տանեն տուր, մի կերպ, բայց մի պայմանով, ասա, խմելու ենք, արախ չկար, պարապը բերես, ասի լավ կբերեմ, բերեցի տուն, գրամ բեղ, ասի լավ կգնամ, գնացի մի շիշար արմերայիկը, տրել են իրա բաժակու իմը, ես խլու, թատրոնի կերասը, ասի հալավ է, իրան մի քիչ եմ լսնում ից, շատ որ պրծեմ ես ապեր արա, բրեն արակյատ չկը, թատրոնի կերնատ, բայց իք չես նույր եմ բաժակ կար, քիչա։ Իսկ գևնի մեկ խվում ենք արվեստի կերաս, ես էլ ես բաժակ խմեմ, որ պրծեմ ես անտերով է, իսկ գևի բան խմում ենք, Սիֆրուշան, գերամ մի շիխել դե, ասի կբերեմ, արի մի քիչ պարկի, խոսենք էլի սրից արենք, կնացրեցի, ես չկարացա դուս կամ, ես հարպացի, այ մի տես ֆրունզ, իրանց կուրքը որը չեն կամ,
որ հանգարց հետ կտապանեք։ Լավ է։ Եվ ամեն ինչի ֆանատիզմը ոնց որ բադավարտ է մնում ամեն դեպքում։ Պարոն Զատորյան, եւ մենք միշտ ոդքասթի ավարտին 3 բլից հարց ունենք, որն է ձեր ամենասիրելի հայկական ֆիլմը։ Երաժշտախմբի տղաները։ Որն է ամենասիրելի հայկական երաժշտությունը։ Արնո Բաբաջանյանի կատարած Սայաթ-Նովայի այն բայց իրա կատար։ Եվ մեկ նախադասությամբ, որ դիմում եք ներկայիս երիտասարդ սերունդին, ինչ կասեք։ Անենց արեք, որ ձեր երեխաներին թողնեք մի քիչ կարգին երկիր եւ ապագա։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Եղավ։ Իսկ մենք կհանդիպենք։